Красавица, ты красавица, ты красавица. Բայց վերաղդամ ազր չայ կարող իշ պեներել դինի, ասում հավիլ բուդ մի կեր պեներեն հայտնաբերալ։ Դու ու դու սկսալն պերիլի տա, ամը հիչ տպի, վարտադյուս չլի։ Աստակ։ Արցախը շրջափակման մեջ է, այո, իսկ հարց է առաջանում, արդյոք հայկական Արցախի հետ միասին բոլոր արցախցիներն են շրջափակման մեջ, իրենք գուցե, սակայն կոչերը շատ ավելի կաղապարված են շրջափակված Արցախի համար, հրաժարվել բանակցություններից, լռել Ռուսաստանի բռնատիրական բնավորության մասին, խոսել Հայաստանի իբր անգործության մասին, շնորհակալ լինել Ռուսաստանին։ Հալիձորն ընկավ, Հալիձորը չընկավ։ Հալիձորը ծախեցին։ Չէ, Մովսես ասա, որ դա խապկանք է։ Դավեցին մեզ մխիթար, Տերավետիսը, Մուսին, Պղին Զարթինը, Հարապետ Միհրանը, բացեցին դարպասը, ծշտամու առաջ։ Դավադիրներից մեկը Մելիք Բարխուդարի որդին է։ Արդյոք բանակցություններից հրաժարված Արցախին շնորհակալությունների մեջ մնացած Ռուսաստանը օգնելու է բանակցության այլընտրանք հանդիսացող պատերազմի դեպքում։ Ինչպես փակ հանդիպման ընթացքում ասում է Արայք Հարությունյանը, եթե պետք լինի կկռվենք փայտերով։ Հետաքրքիր է, ուրեմն ինչի համար են Ռուսաստանին ուղղված շնորհակալությունները, եթե ամեն դեպքում փայտի հույսին են մնացել։ Բանակցություններից հրաժարվելու կոչերն էլ իրենց հեռանկարը ունեն։ Մեկ է Հայաստանը հայանպաստ քաղաքականություն է վարում, փայտերով կռվելուն հույս դնելու փոխարեն նախընտրում է բանակցել, պարտության դեպքում խոսելիք կլինի, սակայն բոլորը գիտեն, որ նախկինից մնացած միակ զենքը փայտն է, դա էլ բնական երևույթ է, կամ չէր կարող չմնալ, կամ էլ հերթը չէր հասել մինչև վերջին ծառը գույք պարտքի դիմաց ծրագրի շրջանակներում վաճառել Ռուսաստանին։ Վաճառքի թեման իհարկե զարհուրելի է։ Ինչ-որ մեկի բիզնեսը հրապարակումներով կտրողները գուցե մեծ բեռի տակ են մնում, սակայն դա ինչ է հայրենասիրության աստիճանի հետ համեմատած, կարելի է բարձրանալ նաև բեռնված, թոթափել որոշների խղճին ծանրացած առուծախը, էժանագին մանրի վերածված մեկնաբանությունները գուցե կարելի է փոխարինել հայրենասիրական քայլի, Ստեփանակերտից դեպի Ասկերան տանող ճանապարհին, ընդամենն այսքան քայլել ու ցույց տալ, որ հարազատի արյան գնով առուծախը հարազատի արյան մասին օր ու զոր գոռալով չես արդարացնում ոչ առուծախը, ոչ էլ դրան զուգահեռ հարազատի թափված արյան արյունակցությունը։ Հայրենասիրությունը ենթադրում է անձնազոհություն։ Անձնապաշտությունը հարազատի արյան հաշվին կարելի է կոչել նաև սրբապղծություն։ Հարց է առաջանում. փլատակների վրա ուղիղ չկանգնելն է դավաճանություն, թե զոհվածի արյան վրա ուղիղ կանգնած փլատակները մատնացույց չանելու փոխարեն ուղիղ չկանգնածին տեսնելը։